Նախ պարոն Միրզոյան, շատ հետաքրքիր հայտարարություններ եք անում այստեղ։ Առաջինը անդրադառնամ նրան, որ այն օտարերկրացիները, որոնք գովում են ձեր իշխանությանը, նրանք խրախուսում են ձեզ, աջակցում են ժողովրդավարությանը, նրանք, որոնք քննադատում են, հանկարծ դառնում են Հայաստանի ինքնիշխանությանը միջամտող, մի քիչ էլ որ գնանք առաջ, հիբրիդային պատերազմի գործիք, մի հատ էլ հələ հայաստանյան դիմությանն եք ներկայացնում, որպես այդ գործիքի մաս։ Այս երկակի ստանդարտներին առաջարկում եմ վերջ տալ։ Կապ չունի գովում են, թե չեն գովում, եթե միջամտում է, ուրեմն միջամտում է։ Եթե չի միջամտում, ուրեմն չի միջամտում։ Բայց հարցը ուղղված է ներքին գործերի նախարարին Տիկին Սարգսյան։ Ակնհայտ է, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության կողմից հրահանգված միջոցառումը ծիսակատարությունների մասնակցության մասով ոստիկանությունը համառ ուղեկցում է ավելին, նույնիսկ ակնհայտ բռնության սպառնալիքի ներքո ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ սպառնալիքը հնչեցրած պաշտոնատար անձին կամ ԿՊ-ի աջակցին պատասխանատվության կանչելու կամ կանխելու նման վարքագիծը։ Ձեզ երբևէ մտահոգել է, որ մյուս դեպքերում էլ ոստիկանությունը գնա եւ ապահովի պատշաճ ընթացքը այն պատարագների, որտեղ չկա Նիկոլ Փաշինյանը, կամ որը մատուցվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայումս գործող եկեղեցիներում այն քահանաների եւ սրբազանների մասնակցությամբ, որոնք հայտարարում են, որ ամենայն հայոց վեհափառի կողքին են։ Հարցին պատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան։ Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Մինասյան։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պահպանելու է եւ ներկայումս էլ պահպանում է հասարակական կարգ եւ անվտանգություն այնտեղ, որտեղ որ պետք է պահպանի։ Եվ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին է խոսքս վերաբերում, ընդ որում առանց որևէ խտրականության։ Շատ հաճախ քննադատություններ են հնչում, որ այս պատարագի դեպքում պահպանվում է, այն պատարագի դեպքում չի պահպանվում եւ այսպես շարունակ։ Այն բոլոր տեղերում, որտեղ որ հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման հարց ունի, ոստիկանությունը շարունակելու է իրականացնել ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքից ելնելով կամ ինչ-որ մեկի քննադատությունից ելնելով հասարակական կարգն ու անվտանգությունը, այլ կա օրենք, ոստիկանության առջև հստակ դրված է հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ֆունկցիա, այդ ֆունկցիան իրականացվելու է անկախ նրանից դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ինչ-որ մեկին դուր չի գալիս։ Այս հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման շրջանակներում, եթե մենք գնահատում ենք, որ կան խախտումներ, դրանց տրվում է համապատասխան գնահատական։ Ընդ որում մամուլում այո, տարբեր իրավիճակների շրջանակներում տարբեր գնահատականներ են տրվում, այս մեկը հանցագործություն է կատարել, որևէ ռեակցիա չկա եւ այսպես շարունակ, ես վստահեցնում եմ, որ ցանկացած միջադեպ դառնում է քննության առարկա եւ կրկին անկախ նրանից որևէ մեկի դուրը կգա, թե որևէ մեկի դուրը չի գա, եթե չկա հանցագործության տար, այդ դեպքին ընթացք չի տրվում օրենքով սահմանված կարգով բնականաբար։ Արձագանք։ Տիկին Սարգսյան, համայնքի ղեկավարը հրահանգում է, որ եկեղեցու քահանան չպետք է մտնի եկեղեցի։ Ոստիկանությունը կանգնած այնտեղ ապահովում է հրահանգի կատարումը, քահանային չեն թողում մտնի եկեղեցի։ Դուք դա համարում եք որևէ մեկին դուր գալ կամ չգալ, թե օրենքի ուղիղ խախտում են ոստիկանների կողմից, որոնք ակնհայտ անգործություն են ցուցաբերում, կամ որոնք օժանդակում են հենց իրավախախտին իր իրավախախտումը ավարտին հասցնելու հարցում։ Իդեպ ոնց է կելի դուք հիմա այդ ամբիոնից ասում, որ այնտեղ որտեղ պետք է, ով է որոշում որտեղ է պետք։ Եկեղեցին դիմում է ձեզ,
ասում է, որ հնարավոր խժդժություններ են լինելու, հնարավոր անկարգություններ են լինելու։ Խնդրում ենք ներկա եղեք եւ ապահովեք, որպեսզի ծիսակատարությունը պատշաճ ընթացք ունենա։ Դուք ընթացկավորում եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կոնկրետ սրբազանի դիմումին։ Պարոն Մինասյան, այո, ընթացքավորել ենք։ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կողմից ունեցել ենք դիմում, որտեղ որ ներկայացուցիչը բողոքել է ոստիկանության անգործությունից։ Վերադաս վարչարության շրջանակներում ես անդրադարձել եմ այդ բողոքին եւ դրանում կա հստակ եզրահանգում, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության տեսանկյունից կարևոր է ապահովել կրոնի ազատության սահմանադրական իրավունքը եւ այդտեղ գտնվող հավատացյալների տեսանկյունից մենք չէ որ պետք է որոշենք արդյոք հավատավորները կոնկրետ քահանային ուզում են տեսնել եկեղեցու կոնկրետ միջոցառմանը թե ոչ։ Մենք երաշխավորել ենք թե այնտեղ գտնվող հոգևորականի կողմից ծեսի կատարումը եւ թե հավատավորների կողմից այնտեղ իրենց կրոնական ազատությունը իրականացնելու իրավունքը։ Տվյալ պահին ոստիկանության կողմից որևէ անգործություն չի դրսևորվել, հակառակը ոստիկանությունը տեղում է եղել ապահովելու համար հասարակական կարգն ու անվտանգությունը, թույլ չտալու սադրանքներ եկեղեցում կամ եկեղեցու տարածքում եւ ցանկացած իրավիճակում, երբ որ մենք ունեցել ենք օպերատիվ տվյալ կամ այլ ազդակներ, որոնք վկայել են, որ այո, կարող է լինել տարբեր խժդժություններ կամ տարբեր սադրանքներ, ոստիկանությունը եղել է տեղում թույլ չտալու նմանատիպ պրոցեսները։ Ոստիկանությունը շարունակելու է նույն գործելավոճով ապահովելու հասարակական կարգն ու անվտանգությունը թե եկեղեցի տարածքում եւ թե նաեւ ցանկացած այլ տարածքում Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն։ Էդգար Հակոբյան